Սխալ հեքիաթներ են պատմել սրանց երեխա ժամանակ։ Օրինակ այս փոքրիկին սխալ հեքիաթներ են պատմել երեխա ժամանակ, որ գալիս տեղ ինչ որ ճորո բաներ է։ Դու սուս մնայիմ ելույթի ժամանակ ընդհանրապես Զայնդ կտրիր, սսկվիր տեղդ Գեգամ Մանուկյան, սսկվի ձենդ չլսեմ իմ ելույթի ժամանակ։ Ձենդ չլսեմ, սսկվի ստահ։ Պարոն Հովհաննիսյան, դուք էլ հարգալից գտնվեք։ Ու շարունակեմ ներողություն։ Ու մի հատ էլ այդ բարեգործները գալիս են մունատ են գալիս, մատ են թափ տալիս հայկական պետականության ու հայ ժողովրդի վրա։ Դե բա փող ենք տվել, ինչ կուզենք կանենք։ Կարողա գիտեք այս ձեր օբյեկտն է։ Փող ենք տվել, օբյեկտ եք սարքել այս պետությունն ընդհանրապես։ Կառավարական առաստատունը մենք ենք սարքել, թքած ունենք հեծի վրա։ Այդ տաշիր պիցաների վրա էլ ոնց որ թքած ունեք, ժողովրդին հաց եք տալիս, որտեղ մտան պարզվեց հակասանիտարական վիճակ կա։ Տենց եք դուք այս ժողովրդին սիրում, հա? Հայ ժողովուրդը հաց ուտող ժողովուրդ է, դուք այս ժողովրդին ոնց որ ընդհանրապես չեք ճանաչում, դուք լավ չեք ճանաչում։ Այլ ճարճուն են դեսանտ են իջացրել, հեսա պարաշուտները կհավաքենք ձեր դեսանտների, տենանք ինչ եք անելու։ Ու դերս ընդդիմությունն էլ հեծի ազգայնացման թեման վերցրել է, գալիս ասում է, հեծ ազգայնացնում են, որ տան բանին, թուրքերին։ Ու դա ասում է Արագավազ դաշնակ իշխանը, ավելի մեծ տխմարություն, ներողություն հնարավոր չի։ Ձայնդ կտրիր Գեգամ Մանուկյանի ելույթի ժամանակ քանի անգամ քեզ ասեմ։ Քանի անգամ հեսա չափերդ կգծեմ, հանգստացիր։ Պարոն Մանուկյան, լրեք։ Հանգստացիր Գեգամ Մանուկյան, սուս մնա։ Պարոն Հովհաննիսյան, խնդրում եմ հարգալից։ Հարգալ ես անհարգալից բառ չեմ օգտագործել, կարծում եմ արձանագրում եմ ճշմարտությունները, պարոն Հովհաննիսյան, որը ցավոք սրտի շատ դաժան է։ Ու վախերի մասին եք խոսում, թե բա մենք ինչ-որ մարդկանց ենք ուզում վախեցնենք, հա։ Մենք ժողովրդի անունից ձեզ ենք վախացնում, ձեր վախը նենց ենք բռնելու, դուք էլ չեք էլ պատկերացնում։ Մենակ դուք եք մեր թիրախը, ով պետքա վախենա մեզանից, որպես ժողովրդի ներկայացուցիչներ այս ազգային ժողովում։ Հակաշների տողար եք։ Հակաշների տողար եք ասեցի, իսկ ինչ էր անում հոգևոր իշխանությունը։ Պարոն Հովհաննիսյան, խնդրում եմ, նախ մի հրարեք, իրավիճակը դահլիճում։ Եվ խնդրում եմ հարգալից խոսեք, նախազգուշացում կտամ ու նույնիսկ բարձրախոսը կանջատեմ։ Մի արեք այդ բանը։ Շատ լավ, պարոն։ Դա վերաբերում է բոլորին։